Տիրոջ անունը փառավորը սերը քույրեր եղբայրներ ուղղակի ուզում եմ որպես այս օրերի մեջ կարողանաք Տիրոջ հետ հանդիպում ունենալ մեր ամեն մեկի նպատակը միայն մեկն է ունենալ կյանք եթե նույնիսկ մոտենակ փողոցում ամեն մեկ անձնավորության կլինի հավատացյալ կամ անհավատ եւ հասնեք թե ինչ ես ուզում իրեն ուզածի հիմքը կյանքն է Այսօր շատերը կարող են ասել, թե անձնավորությունը կարող է ուզել դրամ, կարող է ուզել առողջություն, կարող է ուզել պաշտոն, բայց այդ ամենի հիմքը, եթե խորը քնենք, միայն կյանքն է։ Բայց այսօր պահեր կան, որ մեր կյանքի մեջ խանգարում են այդ կյանքի հետ հաղորդակցվել։ Ուղղակի մի քանի կետեր կա, կուզեի, որպեսզի սրանց ուշադրություն դարձնենք եւ այս օրերի մեջ կարողանանք իրոք ունենանք հաղորդություն Տիրոջ հետ։ Քուրեր ջան, եղբայրներ ջան, ամեն մեկ անձնարություն իրեն կյանքի մեջ ունի խնդիր, պրոբլեմ, հոգս, դժվարություն։ Եվ այսօր շատ անձնավորություններ այստեղ այդ բեռնավորված վիճակով եկել են։ Ուղղակի խնդրանքս հետևյալն է, որ թողնեք այդ բեռնավորվածությունը, թողեք այդ բոլոր հոգսերը, որ ունեք քաղաքում, տան մեջ, որովհետեւ մեկ հետ եթե խնդիր ունեք, աշխատեք այդ հարցերը լուծել։ Այդ հոգսերը դու այսօր ունենալով քո կյանքի մեջ երբեք դու չես կարող հասնել հաղթության։ Ես ամեն անգամ խոսում եմ այս մասին եւ Գործառաքելոցի մեջ ցույց եմ տալիս այնտեղը, որտեղ որ երբ որ մարդու համար ամենաթանկ առաջնայինը կյանքն է, մարդը պատրաստ է ամեն ինչի։ Եվ հիշում եք, Պողոս առաքյալին տանում էին դեպի Հռոմ դատապարտելու։ Սա այն դրվագն է 27-րդ գլխի մեջ, երբ որ մեծ ալեկոծություն տեղի ունեցավ։ Եվ 18 համարում մենք կարդում ենք Գործառաքելոց 27-րդ գլուխ գրված հետևյալը. Երբ որ մենք շատ նեղություն ենք քաշում փոթորիկից, հետևյալ օրը բեռները ծովի մեջ ենք գցում։ Եթե խորը մտածես, այդ բեռները իրենը չէր։ Բեռը պատկանում էր ինչ-որ մեկ անձնավորության եւ նավապետի եւ նավաստու բուն նպատակը մեկն էր, մեկ կետից մյուս կետը տեղափոխել բեռը, որի համար ինքը ստանում էր աշխատավարձ կամ գումար։ Բայց հետաքրքիր է, ինչ է ուրիշի բեռները թափում ինքը ծովը, որն է պատճառը, որովհետև իրեն համար ամենաթանկ բանը կյանքն է։ Եվ սրա համար Պողոս առաքյալը ամեն մեկից կոչ է անում Փիլիպպեցիս 4-րդ գլխի 6-րդ համարի մեջ, ասելով հետևյալ միտքը, ուշադրություն դարձեք, ուղղված եմ ես, ոչինչի հոգս մի կանեք, այլ ամեն բանում աղոթքով, աղաչանքով, գոյությունով ձեր խնդրվածները թող հայտնի լինի Աստծուն եւ Աստծո խաղաղությունը, որ ամեն մտքից վեր է, կպապանեց ձեր սիրտը եւ միտքը Հիսուս Քրիստոսում։ Այստեղ ամենակալ Աստված չի ասում, թե որևիցե մեկ անգամ հոգս չանեք, միտք չանեք, տեսած կլինեք անձնավորություն, որոնք որ իրոք հոգս չունեն։ Եվ չեն էլ մտածում, թե այդ խնդրեմը ինչպես պիտի լուծվի։ Տիրոջ բուն միտքը սա չէ։ Այսինքն ամենակալ Աստված կամենում է ասել, որ իրեն համար մեծ եւ փոքր հոգս հասկացողություն չկա։ Այդ հարցին լուծումը տվողը Տերն է։ Միայն թե քո կողմը վստահել իրեն։ Սիրելի քույրս եղբայրս։ Եվ այսօր ամենացավոտ կողմը սա է, որ մենք շատ անգամ այդ հոգսերի տակ ունենում ենք խնդրեմ, բայց որն է պատճառը, որ մենք շատ անգամ հանդիպում չենք ունենում։ Ուզում եմ կանգնել հետևյալի վրա, որ այսօր մեր կյանքի մեջ այս խնդիրները կա։ Հետաքրքիր է, ամենակալ Աստված մեզ հորդորում է եւ ասում է ամեն անգամ աղոթք արեք, անդադար աղոթք արեք։ Բայց հետաքրքիր է 80 Սաղմոսի 4-րդ համարի մեջ Ասապ անդրադառնում է Տիրոջ եւ ասում է հետեւյալ խոսքերը. Տեր զորած Աստված, միջև երբ կբարկանաս քո ժողովրդի աղոթքի վրա։ Եվ այսօր մենք շատ անգամ ցունկ ենք ծռում Տիրոջ առաջին, աղոթք ենք անում եւ աղոթքի պատասխան չենք առնում։ Ուղղակի հորդորը հետեւյալն է, որ այս օրերի մեջ կարողանաս իրենից պատասխան առնել։ Առաջին նախապայմանը, որ այսօր դու չես կողմից լսվել, հետեւյալն է։ Առակաց 28-րդ գլխի մեջ 9-րդ համարը ամենակալ Աստված մեզ ամեն մեկից հիշեցնում է հետևյալը. Առակաց 28:9 ով որ մերժե իրական չէ օրենքը լսելուց, նրա աղոթքն անգամ կարշել է։ Մենք շատ անգամ Աստծո օրենքը մերժել ենք։ Եվ զում ենք, որպեսզի պատասխան առնենք։ Սիրելիս, ամենակալ Աստված կամենում է, որպեսզի այսօր քեզ օժնի, բայց քեզ խանգարողը միայն վիճակը սա է, որ դու Աստծո օրենքը մերժել ես, որ դու Աստծո հետ հարաբերությունդ կորցրել ես, որ քո առաջնայինը ոչ թե Քրիստոսը, այլ քո սրտի ուզածը։ Մատթեոս ավետարան 6-րդ գլխի
33-րդ համար անդրադառնում է այս մտքին եւ ամեն մեկից ասում է. Սակայն առաջ խնդրեք երկինքի առկայությունը եւ անոր արտարությունը մնացած բաները կտրվի ձեզ։ Սա օրենք է, բայց երբ որ այս օրենքը խախտում ես, Աստված քո աղոթքին պատասխան չի տալիս։ Եթե որ նայենք մեր աղոթները, ձայնակրենք եւ լսենք մեր աղոթների հիմնական մասը, մեծ մասը, բաղադրիչ մասը կախված է մնացած բաները։ Մենք ամենաառաջնայինը կորցրել ենք, Աստծո հետ հարաբերությունն ենք կորցրել։ Մենք Աստծո հետ կապ չունենք, բայց խորում մտածում ենք մեր մնացած վիճակների մասին։ Աստված ասում է, խնդրեք երկինքի առկայությունը եւ անոր արտարությունը, իսկ մնացած բաները կտրվի ձեզ։ Մնացածը առնելու համար սա օրենք է, պիտի առաջինը խնդրես երկինքի առկայությունը։ Այս է պատճառը, որ մեր աղոթները չի լսվում։ Եվ մյուսը, Եսայի մարգարության մեջ մենք կարդում ենք Տիրոջ խոսքը ուղղված է մեզ ամեն մեկից 59-ի առաջի երկրորդ համարները։ Եսայի մարգարություն 59-ի առաջի երկրորդ համարները։ Ահա Տիրոջ ձեռքը չի կարճացել փրկելուց։ Նրա կանչը չի ծանրացել լսելուց։ Այլ ձեր անօրենություններն են բաժանում ձեր եւ Աստծո մեջտեղը, եւ ձեր մեղքերը ծածկեցին նրա երեսը ձեզանից, որ չլսի։ Սիրելիս, անցած պատոկին այս մասին խոսվեց, շատ անձնավորություններ չէին խոստովանվել։ Վերջի օրը եկան, բայց ավաղ արդեն վերջի օրն էր, գնալու են։ Այսօր ուղղակի խնդրանքս հետևյալն է. աշխատի այդ աղբից ձերբազատվել։ Մարդ Աստված հարաբերությունը միայն խզում է մեղքը։ Այսօր շատ անձնավորություններ խորում մտածում են հետևյալ կերպ, որ ազատագրում պիտի ստանան առանց խոստովանության։ Ես վերջի այս ընթացքում խոսում եմ այս խոստովանության վրա, որ կարողանանք տեսնել լուրջ վիճակը սրա։ Շատ հարանվանություններ կան, որոնց մեջ կա հետևյալ միտքը, եթե առանձնանաս, Տիրոջ երեսը փնտրես, աղոթես, ներողություն խնդրես, Աստված կթողի, որը աստվածաշնչյան չէ։ Ես ուզում եմ կարդալ մեկ համար, որտեղ որ ամենակալ Աստված ցույց է տալիս այս անձնավորության տառապանքը, խոսքը Դավիթ թագավորի մասին է։ Ուշադրություն դարձրեք 51-րդ գլխում Դավիթը հետևյալ միտքն է ասում։ Երրորդ համարից եմ կարդում։ Որովհետև ես ճանաչում եմ իմ անօրենությունները եւ իմ մեղքերը ամեն ժամանակ իմ առաջին են։ Դավիթը գիտեր իրեն անօրենությունները։ Դավիթը գիտեր, որ ինքը մեծ սխալ է գործել Ուրիայի հանդեպ, Բերսաբեի հանդեպ։ Եվ ինքը ասում է, որ իրեն մեղքերը իրեն առաջինը։ Ինչ եք մտածում։ Դավիթը երբևիցե մեկ անգամ չի առանձնացել, ներքին սենակ, ողբացը, աղոթը, վստահ եմ, որ եղել է։ Եվ այն պահը հիշեք, երբ որ ինքը Ուրիային բերեց իր մոտ, հարբեցրեց, որպեսզի ուղարկեր իրեն կենոջ մոտ, Ուրիան չգնաց։ Ես վստահ եմ, որ Դավիթ ընկավ Տիրոջ առաջին ողբած։ Եվ վստահ եմ, երբ որ ինքը նամակ ուղարկեց հենց Ուրիայի ցերկով, Ուրիայի դատավճիռը գրելով, վստահ եմ, երբ որ լուրը առավ, որ Ուրիան մեռել է, նորից է ողբած է։ Բայց ուշադրություն դարձեք 32-րդ Սաղմոսի մեջ Դավիթը ինչ է ասում, 3-րդ եւ 4-րդ համարներն է։ Երբ որ ես լուր կեցա, ոսկորներս մաշվեցան իմ ամեն օր հառաչելովը, որովհետև ցերեկ եւ գիշեր քո ձեռքը ծանրանում էր ինձ վրա, իմ թացություն ամառվա չորություն դարձավ։ Դավիթի ազատագրումը տեղի ունեցավ, կարդում ենք 2-րդ թագավորաց 12-րդ գլխի մեջ, երբ որ Նաթանը եկավ եւ Դավիթին այդ պատմությունը պատմեց եւ ուշադրություն դարձեք, թույլ տվեց, որպեսզի Դավիթը ճիշտ դատ վարի, ճիշտ որոշում։ Եվ Դավիթը ասաց, այդ մարդը մահի որդի է։ Նաթան ասաց, այդ մարդը դու ես։ Դավիթը չառանձնացավ, չմտավ ներսին սենյակ, չընկավ Տիրոջ առաջին եւ ասաց, Տեր ներիր։ Կարդում եմ 12-րդ գլխի 13-րդ համարը, եւ Դավիթը ասաց Նաթանին. մեղանչել եմ Տիրոջ դեմ, եւ Նաթան ասաց Դավիթին. Տերն է, ներես քո մեղքերը, չես մեռնի։ Սիրելիս, եւ այսօր կա հաջորդ վիճակը, որ մարդը խոստովանվում է իրեն մեղքերը լոկ միայն ռեֆլեքսորեն այդ վիճակից դուրս գալու համար։ Սիրելիս, եթե տարածքը սեփականաշնորհված է, որից մեկը իրավունք չունի քանդելու։
Երբ որ անձնավորությունը մեղք է գործում, ինքը Աստված իրավունք չունի քանդելու այդ կառույցը։ Բայց այսօր ցավոք շատերը խոստովանվում են ոչ լիովին, մասամբ։ Տարիներ առաջ ուրեմն միտեղ կարդացի Միացյալ Նահանգներում մեծահարուստ անձնավորության տղան հորդ վիճում է, բաժանվում է հորից։ Դե իրեն քարտեր ունեն, չգիտեմ, ինչ-որ գործեր ունեն եւ ասում են այդ տղան խաղամոլ էր։ Որը ժամանակահատված հետո ամբողջ ունեցվածքը տարվավ եւ մեծ պարտքեր առաջացրեց։ Եվ ամեն մեկը ստուգում էին, որպեսզի այդ պարտքը տան։ Որից է մեկը չկար, որ պարտքը փակեր, ստիպված դիմում է հորը։ Հայրն ասում է. «Ինչքան է քո պարտքերը»։ Բացում է թուղթը, այդ բանկի գրքուկը եւ ասում է. «Ինչ թիվ որ կրես, ես ստորագրելու եմ»։ Միայն թե ազնիվ եղի, մաքուր։ Տղան մտածում է հետեւյալը, որ ամենամեծ պարտքերի թիվը կկրե, մնացած փոքր ինքը կփակվի։ Հայրն ասում է. «Լավ մտածիր, ինչքան որ պետք է, ես ստորագրելու եմ, ինձ համար նշանակություն չունի, ինչքան կլինի քո թիվը»։ Որոշ ժամանակահատված հետո այն փոքր պարտատերերն են ստիպում։ Այլևս հոր մոտ երես չունենալով ինքնասպան է լինում։ Եվ ասում են հայրը գերեզմանի վրա ասում է. «Եթե այդ մեծ պարտքերը փակեցի, փոքրը ինձ համար դժվարություն էր»։ Սիրելիներ, այսօր մենք շատ անգամ բերում ենք Տիրոջ առաջին կես մասը, Աստված քո ամբողջ պարտքերը փակել է եւ այդ պարտամուրակը ինքը կնել է իրեն որդի Քրիստոսի պատվական այրամբ։ Ամբողջ աշխարհի մեղքն է կնել։ Ինչ ես մտածում, քոնը չի կնել։ Սիրելիս, այսօր Աստծո նպատակը հետեւյալն է։ Շատ անգամ մենք խորում մտածում ենք հետեւյալ կերպ։ 13-ի մեջ գրված է. «Գրում եմ ձեզ երիտասարդներ, որ դուք հաղթել եք չարին»։ Շարունակության մեջ ասում է. «Գրեցի ձեզ երիտասարդներ, որ դուք զորավոր եք եւ Աստծո խոսքը բնակվում է ձեզանում»։ Աստծո խոսք։ Այսօր մարդիկ խորում մտածում են Աստծո խոսքը գլխի մեջ, ոչ, Աստծո խոսքը քո կյանքում։ Եվ ո՞րն է Աստծո խոսքը։ Նույն առաջի Հովանու առաջի գլուխ 9-րդ համարի մեջ ամենակալ Աստված բերում է հետեւյալը, ասելով մեզ. «Ապա թե մեր մեղքերը խոստովանվենք, նա հավատարիմ եւ արդար է, որ մեր մեղքերը թողե մեզ, սրբե մեզ ամեն անիրավությունից»։ Այսօր Տիրոջ նպատակը սա է։ Եվ այսօր մենք եկել ենք այստեղ, եթե մենք չկարողանանք Տիրոջ հետ հաղորդակցվել, ո՞րն է բուն նպատակը։ Ինչու համար ենք եկել։ Աստված ամեն ինչ արեց, որպեսզի Ադամին ետեմի մեջ պահեր։ Ամեն ինչ արեց, որպեսզի Կայենին աստանտական չլներ։ Եվ իրեն ու նպատակը սա էր։ Երեք անգամ երբ որ խոսեց Ադամ հետ, նպատակը սա էր, որ Ադամ խոստովանվեր։ Ուր ես Ադամ։ Միթե ամենակալ Աստված չգիտեր։ Ուր է քո եղբայր Ապելը, Կայեն։ Միթե Աստված չգիտեր, նախապես զգուշացրել էր։ Նպատակը մեկն էր, որպեսզի խոստովանության բերեր, որ Աստված կարողանար Կայենի կյանքի մեջ իրեն գործը կատարեր։ Որ Կայենի մեջ այդ կառույցը լիներ ժայռի վրա, որ կարողանար մինչև վերջ հավատարիմ։ Սիրելիս, օգուտը ո՞րն է։ Այսօր շատերը մտածում են հետևյալ կերպ. ամոթ, շատերը մտածում են դատապարտվել։ Աշխարհի մեջ ընդունված կարգ է, երբ որ մարդը մեղանչում է, մեղքի համար իրենք պիտի դատապարտվեն։ Բայց Աստծո մոտ այս ծև չէ դատը, Աստծո դատը մեկ ուրիշ է։ Աստված իր որդին է դատել քեզ արդարացնելու համար։ Եվ երբ որ մենք կարդում ենք առաջի Կորինթացիս 11-րդ գլխի 31 համարում, Պողոս առաքյալը նայեք ինչ է ասում դատի վրայով։ Եթե մենք մեր անձերը դատենք, չենք դատապարտվի։ Սիրելիս, այսօր աշխատիր կարողանալ ձերբազատվել այդ վիճակից, մեղքից։ Միջև չազատագրվես, միջև չձերբազատվես, Աստված աղոթներիդ պատասխանը պիտի չտա։ Մատթեոս ավետարանի մեջ 5-րդ գլխում մենք կարդում ենք, որտեղ որ ամենակալ Աստված հորդորում է մեզ ամեն մեկիս։ Ինչ ասում Տեր Հիսուս Քրիստոս 23-րդ համարի մեջ 5:23։ Արդ եթե սեղանի վրա մատուցանես քոնցան եւ այնտեղ հիշես թե քո եղբայրը քեզ դեմ բան ունի, թող այնտեղ քոնցան սեղանի առաջին եւ կնա առաջ հաշտվիր քո եղբոր հետ եւ հետո եկ ընծան մատուցաներ։ Այսօր շատերը եկել են այստեղ տանեցիներ հետ վիշված կամ եթե ամուսնացած են ամուսինը կնոջ հետ, կինը ամուսնու հետ կամ որից է մեկի հետ։ Սիրելիս, ուշ չէ։ Աստված խոսի քեզ հետ։
Մարդ ասված հարաբերությունը խզվում է միայն սրա վրա։ Ասապը սա էր ասում, միջև երբ պիտի բարկանաս քո ժողովրդի աղոթքի վրա։ Որի վրա, քանց թե հոգևորի։ Քո աղոթքի պատասխանը, քո բոլոր հոգսերի պատասխանը կայանում են ամենը մեկում, ունենալ Քրիստոս։ Քրիստոս ունեցար, ամեն հարցի լուծում ունես։ Եվ թող Աստված այս օրերի մեջ օգնի ցես ամեն մեկիդ, որ Տիրոջ փառք երևաց էր ամեն մեկի կյանքում։